Հայաստանը նաև կա երկրորդ ճանապարհ, ինչպես Հայաստանը հապկից կարա դուրս գա, եթե մենք տեսնում ենք, որ էսկալացիա չի, Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունը աճում է, այն դեպքում եթե հարձակում տեղ ունենա, կապ չունի, լայնածավալ կամ ինչ որ մայիս 21 թիվ կամ նոյեմբեր 21 թիվ, եթե հապկը որևէ քայլ չձեռնարկի, նույնիսկ հայտարարություն չլինի, ասեմ, հնարավորությունների պատուհան կստեղծի, որ Հայաստանը արդեն ոչ թե դե ֆակտո, այլ դե յուրե հապկից դուրս գա։ Էլ այս ֆինանսական հարցը կմնա տեխնիկական եւ ոդկան էլ ոչ կարևոր։ Պարոն Մելքոնյան, անդրադառնալով ազգային ժողովի կողմից ընդունված Եվրամիության անդամակցելու ցանկության մասին այդ որ նախագծին ինչպիսի հեռանկար կբացվի Հայաստանի համար այսպիսի որոշում, այսպիսի նախագիծ ընդունելուց հետո։ Այս նախագիծը ընդունելուց հետո որովե եվրոպական հեռանկար չկա, որովհետև այս նախագիծը որովե կապ չունի ինտեգրացիայի գործընթացի հետ։ Ինքը նույնիսկ ընդհանրապես կապ չունի candidate status ստանալու հետ։ Այնտեղ կա առանձին կետեր, որը Հայաստանը պիտի ընդունի եւ քայլ առ քայլ, այլ հետո դրանից հետո կարող ենք խոսել, որ Հայաստանում մեկնարկել է ԵՄ անդամակցության օրակարգը։ Այս օրենքը ինքը ըստ ինձ ավելի շատ ներքին բնույթ է կրում, որտեղ բոլորը տեսնում են, որ պատրաստում են 2026 թվականի ընտրություններին եւ շատ կարեւոր է ըստ որոշում տարբեր մարդկանց տեսանկյուններից, քաղաքական գործիչներից ցույց տալ, որ Հայաստանը եվրոպական ճանապարհով է գնում եւ այս միջոցը կիրառելով ապահովել իրանց հաջողությունը ընտրություններում։ Բայց ԵՄ անդամակցության հետ այս օրենքը ընդհանրապես որևէ կապ չունի։ Մենք տեսնում ենք մի քանի հատ մարկեր կա։ Հիմնական մարկերներից մեկը, որ որևէ բարձր պաշտոնյա ԵՄ-ից չի ողջունել, որ Հայաստանը ընդունեց այս օրենքը։ Սա շատ կարևոր մարկեր է, եթե Հայաստանը եւ այս շատ մեծ խնդիր է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերությունների մեջ, որովհետեւ կա մեկ ճանապարհ, որը պետությունները ընտրում են, եթե իրանք ուզում են անդամակցեն ԵՄ, եւ կա պերֆորմանսի ճանապարհ, որ ձև են տալիս, որ ուզում են գնան ԵՄ, բայց իրականում այս օրակարգը շահառում են իրանց ներքին քաղաքական շահերի համար։ Պարոն Մելքոնյան, Գյումրիի ընտրությունների Եվրադաշինքն էր նաև մասնակցում եւ այդ կոնտեքստում, որ ասում եք, որտեղ այդ կարծիքը կա, որ 26-ի ընտրություններին այսպես իրենց համար գրպանային ընդդիմություն սարքեն, այսպես եվրոպական շղարշի տակ, Գյումրիի ընտրություններում իրենց ձախողումը, սա ինչի արդյունք է, ամեն դեպքում մարդիկ հասկացան, որ Եվրոպա ճանապարհը փակ է, այսինքն որ Հայաստանի տնտեսությունը ավելի շատ կախված է ռուսակ այսպես ԵԱՏՄ-ից, այս քարոզությունը կամ բացատրական աշխատանքը ազդեց ընտրողների կարծիքի վրա։ Ես կարող եմ գալ մեկ եզրակացության, որ մարզերում արտաքին քաղաքականության օրակարգը այդքան էլ ակտուալ չի։ Մարդկանց չի հետաքրքրում աշխարհաքաղաքական որոշումը։ Եթե մենք խոսում ենք Երևանից դուրս, իրանց հետաքրքրում են առօրյա խնդիրները, որոնք կամ լուծվում են կամ չեն լուծվում։ Եվ այն օրակարգը, որը առաջարկում են, որպեսզի այդ խնդիրները լուծեն։ Եվ մարդիկ ոնց ես եմ տեսնում, քվեարկում են ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականության կամ աշխարհաքաղաքական որոշման, այլ ներքին հարցերին շուրջ։ Հայաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ առնվազն առաջկա 10 տարիների ընթացքում։ Դա բացառվում է տեխնիկապես, դա հնարավոր չի։ Ինչ կանել, ինչ որ սիրուն խոսքեր չլինեն։ Հապկից դուրս գալը եւ ԵՄ անդամակցությունը իրանք փոխկապակցված հարցեր չեն։ Հապկը ինքը անվտանգության մասին է, այո, ինքը անվտանգության պրովայդեր չի այսօրվա Հայաստանի համար, բայց դուրս գալով հապկից Հայաստանը որևէ նոր հնարավորություններ չի ստանում, բայց կարող է ստանալ խնդիրներ։ Եվ փոխկապակցել այս քայլը ԵՄ անդամակցության հետ ինքը ավելի խնդրահարույց կլինի եւ այս կա հարցերը չարժի կապել։